Իրավապաշտպանները նկատի ունենալով նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոնները հանրությանն իրենց գործելավոճով հայտնի անձանց վստահելու Սերժ Սարգսյանի որոշումը հայտարարում են, քննչական կոմիտեն չի կարող լինել անկախ։ Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավելի վաղ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։ Բացի այդ, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանն, ազատվելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Արամ Թամազյանը, հիշեցնենք, նախագահի և խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ համակարգում էր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին իրավական գնահատական տալու գործընթացները։ Թեև համապետական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունների պակաս չկար, հանրությանը սակայն մինչ օրս հայտնի չէ, թե քանի ընտրախախտում կատարած անձ է պատժվել։ Քննչական նորաստեղծ կոմիտեի ղեկավարի մյուս տեղակալի պաշտոնը ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին պետ Արմեն Հարությունյանը։ Իրավապաշտպաններն այս նշանակումը ևս համարում են տարօրինակ, նկատի ունենալով բանակում տեղի ունեցած հանցագործությունները տարիներ շարունակ չբացահայտելու հանգամանքը։ 2 ամիս առաջ Սերժ Սարգսյանը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը վստահել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Այսպիսով քննչական կոմիտեն համալրվել է իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատած հանրահայտ անձանցով։ Ինչ կարող է փոխվել իրավապահ առաքելություն ունեցող մի մարմնից մյուսը պաշտոնյաներ տեղափոխելու հետևանքով։ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն Ազատության հետ զրույցում ասաց. «Միայն այն հանգամանքը, որ մարտի 1-ի գործի ապարդյուն նախաքննությունը տարիներ շարունակ ձգձգվել է օրերս նոր պաշտոն ստանձնած Վահագն Հարությունյանի օրոք, բավարար է վստահ լինելու համար, որ քննչական կոմիտեում նա իր գործունեությունը կշարունակի նույն կերպ»։ Չկա որևէ հիմնավորում, որ կարելի է վստահել նման մարդուն, որը մարտի 1-ի հանցագործության պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ պետական հանցագործության այդ քրեական գործն էր ղեկավարում, չնայած ձևակերպում բոլորին այլ էր եւ կատարել էր քաղաքական իշխանության պատվերը եւ որևէ վստահություն այդ քննության ու անաչառության եւ օբյեկտիվության վրա գոյություն չունի, նման մարդուն վստահել եւս ուրեմն մեկ անգամ մեկ այլ պաշտոն։ Իսկ ինչ նոր աշխատավոճ պետք է դրսևորի նախկինում Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, հարցրեց Արթուր Սաքունցը, հավելելով, որ մի շարք հանցագործությունների կապակցությամբ հրամանատար կազմի ներկայացուցիչները մնացել են անպատիժ։ Արթուր Սաքունցի բացատրությունը քննչական կոմիտեի ղեկավարության ընտրության կապակցությամբ։ Ոչ լեգիտիմ իշխանությունը եւ իր ոչ լեգիտիմությունը ապահովելու համար նաև նման քայլերով է ամրապնդում պետական կառույցները օգտագործելով սեփական շահերի համար, իսկ նշանակում են այն մարդիկ, որոնք բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը եւ իրենց ծառայությունը մատուցել են քաղաքական իշխանությանը